Այսօր տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահ ընտրվեց ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Քվեարկությանը 105 падգամավորներից մասնակցել է 91-ը, Ռուբինյանին կողմ է քվեարկել 63 падգամավոր, դեմ 28-ը։ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր, սակայն խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց նրան թեկնածության հարցում։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի քվեարկությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարությունում նոր նշանակումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար։ Նա այս պաշտոնում փոխարինում է Մխիթար Հայրապետյանին։ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետների պաշտոնում։ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար, Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարար, Դավիթ Խուդատյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, իսկ Ժաննա Անդրեսյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր կայացած ճեպազորույցի ընթացքում հայտարարել է, որ դեռ չգիտի, թե ով կփոխարինի իրեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, եւ այդ հարցը կառավարության իսկության տիրույթում է։ Անդրադառնալով հայ գերիների վերադարձին, նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հնարավոր լինի շուտ վերադարձնել գերիներին։ Գերիների եւ այլ պահող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են դրա մասին, դե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Բոլոր ռեսուրսներով եկեղեցու կողքին ենք լինելու, խորհրդանում ճեպազորույցի ընթացքում հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն, անդրադառնալով ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը վեհափառի հետ, որը տեղի էր ունեցել 3 ազգային ժողովի անդրանիկ նիստի ավարտին։ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ կաթողիկոսը հրավիրված չէր անդրանիկ նիստին։ Ընդդիմադիր ներկայացուցիչներն իրենք են այցելել Մայրաթոր կաթողիկոսի օրհնանքը ստանալու։ Վեհափառը կարծում եմ հայոց հայրապետի համար իհարկե կարևոր է, որ մեր երկրի գլխավոր քաղաքական մարմինը ստանա եկեղեցու օրհնությունը եւ վստահ եմ, որ վեհափառի համար կարևոր է եւ նշանակալի է լինել եւ օրհնել ազգային ժողովի նոր 9-րդ գումարումը, ինչպես մեր բոլոր վեհափառների համար։ Պարոն Կարապետյան, այս ստացվում է ընդդիմությունը օրհնվել է կաթողիկոսի կողմից, իսկ իշխանությունը որևէ մեկի կողմից չի օրհնվել։ Հիմա այդ առումով էլ լեգիտիմ չէ կարծում եք իշխանությունը ստանալով հոգևոր վեհափառի օրհնությունը։ Հետաքրքիր մոտեցում էր, կարելի է մտածել այդ ուղղությամբ աստվածաբանական պրիզմայով։ Իսկ վեհափառը ինչ ասեց ձեզ։ Այո, այն խոսքը, որը պետք է ասվեր ազգային ժողովում, ասվեց մեզ 3։ Ձեր քաղաքական մեկնարկը սկսվեց Սամվել Կարապետյանին հայտարարությամբ, որ եթե քաղաքական ուժերին չհաջողվի պաշտպանել եկեղեցին, դուք ձեր ձևով կմիջամտեք։ Հիմա արդեն դուք եք քաղաքական ուժ, ուզում եմ հասկանամ, ինչ կոնկրետ քայլերով եք պաշտպանելու եկեղեցին։ Մեր բոլոր ռեսուրսներով, մեր աջակիցների հոծ բանակի աջակցությամբ մենք մեր եկեղեցու կողքն ենք լինելու, որովհետև այլ ընտրանք չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Նա այս պաշտոնում փոխարինում է Արայիկ Հարությունյանին, որը ընտրվել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր։ Փաշինյանը Լիլիթ Մակունցին արդեն ներկայացրել է վարչապետի աշխատակազմին։ Հաջորդ փուլում Տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը այն կարգավիճակն է, որ առավել ուղիղ է առնչվում վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ եւ ես կարծում եմ, որ մենք հիմա նաեւ այս ընթացքում մեր կատարած աշխատանքի վրա հենվելով պետք է շարունակենք աշխատանքը առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ։ Ուզում եմ պարոն Հարությունյանին հաջողություն մաղթել ազգային ժողովի падգամավորի կարգավիճակում
գործունեության ընթացքում պարոն Հարությունյանը 2018 թվականին եղել է կրթության, գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ապա վարչապետի գլխավոր խորհրդական, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ ես կարծում եմ, որ հրապարակային քաղաքական գործի համար շատ կարևոր է ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը եւ դա մի հանգրվան է, որը քաղաքական գործիչը լավ կլինի, որ անցնի։ Տիկին Մակունցը նույնպես 2018 թվականին եղել է կառավարության անդամ, զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել է իմ քայլը խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապա Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, ապա վարչապետի գլխավոր խորհրդական եւ հիմա էլ պետք է ղեկավարի վարչապետի աշխատակազմը։ Մուլտիգրուպի կազմում գործող մի շարք ընկերությունների աշխատակիցները կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։ Նրանք նշում են, որ մինչև օրս պատասխան չեն ստացել, թե երբ կվերաբացվեն ընկերությունները եւ երբ կհանվեն բանկային հաշիվների կալանքները։ Աշխատակիցների խոսքով շաբաթներ շարունակ հարկադիր պարապորթի են մատնված։ Մուլտի Վելնեսի տնօրեն Արման Փիրումյանը լրագրողներին պատմել է, որ քաղաքապետարանն ապօրինի է օգտագործում իրենց գույքը, դրա համար չունենալով ոչ մի իրավական հիմք։ Դրա խոսքով մյուս ընկերությունների մասով այսօր հույս ունեն որոշակի պատասխան ստանալ։ Իրենց դեպքում սակայն նման ակնկալիք չունեն։ Ինչպես բոլորս հասկացանք, գործարանը անցել է պետության հովանու ներքո, այլևս պետությունն է հովանավորում գործարանին։ Ուրեմն մեր խնդրանքը կառավարությանն է, ինչպես նաև հանձինս պարոն վարչապետին, որպեսզի թույլ տա օր առաջ դադարեցնենք այս գործազրկությունը եւ մարդիկ վերաբացվի եւ մարդիկ կարողանան արդեն նորմալ անցնեն իրենց աշխատանքային բնականon հունին, որովհետեւ այլ կերպ սա, չգիտեմ, դիտվում է արդեն որպես մարդկանց եւ հոգեբանական եւ ֆինանսական տեռոր։ Մարդիկ ինչպես տեսնում եք, օրհասական վիճակ է, բոլորը այստեղ հավաքվել են, ըստ էության այսօր մենք պետք է աշխատավարձ ստանանք արդեն։ Մարդիկ անհույս, հուսալքված, որովհետև կոնկրետ ոչինչ մեզ չեն ասել, մենք դեռ չգիտենք մեր հետագան ինչ է լինելու, բայց լիահույս ենք, որ ականջալուր կլինի իշխանությունը մեր այս խնդրանքներին, այսքան մարդու հորդոր խնդրանքներին եւ անտարբերության չի մատնի եւ որ առաջ կբացվի, որպեսզի մենք կարողանանք կազմակերպել գնալ աշխատանքի։ Միշտ էլ գիտեք, այլ ընտրանքային ճանապարհներ լինում են, կարելի է գոնե այնպես կազմակերպվել, որ գրեթե արդեն 1 ամիսը մենք չենք աշխատում եւ սա լուրջ խնդիր է յուրաքանչյուր անհատի եւ իր ընտանիքի համար։ Մենք խնդրում ենք, որպեսզի վերանայեն եւ օր առաջ յուրաքանչյուր չաշխատած օրը դա լուրջ խնդիր է մեզանից յուրաքանչյուրի համար եւ իր հետագա անելիքները մենք չգիտենք դեռ ինչ պետք է լինի։ Դավիթ Համբարյանը նշանակվել է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, այս մասին հայտնել է ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, նշելով, որ համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է։ Համբարյանը նախկինում զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնները։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նորընտիր խորհրդարանի նիստում ԿՊ-ին մեղադրել է մանդատակողության եւ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։ Նրա խոսքով իշխանությունները մեկ քլիքով գողացել են 60,000 քաղաքացուձայն եւ այժմ թիրախավորում են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գույքը։ Ուժեղ Հայաստանից էլ Արեգա Հովսեփյանը պնդել է, որ հիմնական կեղծարարությունը կատարվել է հունիսի 7-ի գիշերը, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է հաշվարկը։ Հենց այդ ընթացքում էլ ըստ ընդդիմադիր պատգամավորների որոշում է կայացվել այնպես անել, որ ԲՀԿ-ն չհաղթահարի անցողիկ շեմը։ Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, երբեք չեմ կիսել, բայց դուք այդ մարդու ձեները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։ Գործընկերներ ջան, նկատել եք, այդ մարդը Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են, ֆիքսել եք դա։ Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այդ ցուցանակներն է հարցը։ Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի ցուցանակը հանելն է երևի հարցը։
Արարատ ցեմենտ գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը։ Դարպասներն էլ չի ոնց որ վստահեցնում է։ Ես վստահ եմ, որ խնդիրը դա է։ Կամ պարոն Ալեքսանյան, մուլտիվելնեսը, եթե չեմ սխալվում, այնտեղ եք, չէ՞, մարզվում։ Այդ մարզվելու ընթացքում եք հասկացել, որ ապօրինի շինարարությունը ու պետքա քաղաքապետարանը խլի, ու երբ որ պարզվում է գործընկերներ ջան, մերօրյա Հայաստանում, իրական Հայաստանում ինչպես պնդում է այս իշխանությունը, երբ որ ցուցանակը փոխում ես, դառնում է օրինակը, մուլտիվելնեսը այլևս օրինակն է, որտեղ այս իշխանությունները խլել են, իրենց ցուցանակը փակցրել են։ Ես ուրախ եմ, պարոն Ալեքսանյան, որ դուք հիմա օրինական մարզասրահում եք այլևս ֆիզիկական հաջողություններ արձանագրելու։ Ժողովուրդ ջան, բոլորովին վերջերս տեղի է ունեցել պատմության մեջ մի աննախադեպ երևույթ, կասեի տիեզերական մակարդակի աննախադեպ երևույթ։ Երկիր մոլորակը դադարել է պտտվել, կանգ է առել ժամանակը, և գիտնականները պարզել են, որ դա տեղի է ունեցել շատ կոնկրետ օր, շատ կոնկրետ վայրում։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, Երևանում, Գևորգ Քոչար 21A հասցեում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ ժամանակը գիշերը հունիսի 7-ից 8 առավոտ կանգ է առել։ Կանգ է առել, որովհետև եղել է հրաման հայ ժողովրդի ձայները գողանալու։ Բայց շատ կարող ենք չանհանգստանալ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան Վահագն Հովակիմյանը պատրաստ է ստորագրել այդ կանգ առի մասին փաստաթղթի տակ և այն մարդը, ով որ պատասխանատուն է ընտրությունների հաշվարկի համար, նա հանդիսանում էր փաստորեն ընտրությունների պատասխանատուի նախկին գլխավոր պատասխանատուի նախկին օգնական, թղթակից, նախկին պատգամավոր,